ջան, ես համոզված եմ, որ երկրապահ լուծարելու մասին խոսք չի կարող լինել, որտեղ երկրապահն այս պետության կայացման անբաժանելի մասն է։ Ասում են փոխելու են, հա, դառնալու է վետերանների ըստ էության միություն, սոցիալական ինչ-որ կառույց։ Կարգավիճակը մեր կազմակերպությունը ինքը պիտի որոշի։ Մենք հասարակական կառույց ենք, մենք ժամանակ առ ժամանակ պարբերաբար անում ենք մեր համագումարները եւ որոշումները կայացնում ենք մենք, ինչ կարգավիճակ պիտի ունենա։ Դուք չեք բացառում, որ այնուամենայնիվ կարգավիճակը կփոխվի։ Քանի դեռ անհրաժեշտությունը կա, որ երկրապահ սահմանները պահի, երկրապահ սահմանները պահելու է, երբ որ այդ խաղաղությունը կկնքվի վերջնական եւ սահմանին կանգնած կլինի հայ սահմանապան, երկրապահն կզբաղվի արդեն այն գործունեությամբ, որով որ հիմա էլ զբաղվում է, մատաղ սերնդի դաստիարակությամբ մեր ոգով։ Դուք հավատում եք այս խաղաղությանը Ադրբեջանի հետ։ Հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղություն։ Սները ես ճիշտ հասկացա, հնարավոր է երկրապահ սահման չգնա այլևս։ Եթե խաղաղություն կնքվեց, ես սահմանում կանգնեց սահմանապահ զորքերը, երկրապահն այդ դեպքում ինչ պիտի անի սահմանը։ Ինչ անելու հետո երկրապահը, եթե ես նոր ասացի արդեն։ Չէ, եթե սահման չկանգնի, հետո ո՞րն է լինելու երկրապահի ֆունկցիան, գոյության իմաստը։ Այսինքն Որպես կառույց, եթե երկրապահը երկիրը չի պահելու, սա անջան թող հարց տանք վայ։ Չես տեսնում։ Պարոն Մխիթարյան, Չէ բան։ Պարոն Մխիթարյան, կներեք մեր գործընկերոջ համար։ Պարոն Մխիթարյան, եթե երկրապահը սահման չպահի, հետո ինչ է անելու։ Անելու է այն, ինչ որ սահման պահելուց բացի այսօր անում է երկրապահն։ Պատանի երկրապահ սերունդադաստիարակում, երիտասարդ երկրապահ սերունդադաստիարակում, իր գիտելիքներն է փոխանցում։ Այդ ամեն ինչը սահմանին պահելուն զուգահեռ մենք անում ենք։ Ես չեմ ասում, որ վաղը արդեն երկրապահն սահման չի պահելու, դա Իսկ Սասուն Միքայելյանը այդ անդրած ինչու չեկավ։ ես չեմ կարող ասել։ Միշտ սպասում էի իրեն։ Խնդիրը դրվել է տվյալ ժամին, մենք եկել ենք, որ մեր Ինքը ձեր ղեկավարն է, ինքն է հանձնարարել, որ դուք գաք, թե դուք տեղակ չեք իրենից կամ ինքը ձեզանից։ ժամին մենք հավաքվել ենք։ Ինքը 3 վարչության համագումարի մասնակցում էր եւ սահմանում չէր։ Իսկ չասացիք դուք Թուրքիի թշնամու, չգիտեմ, ադրբեջանցու հետ խաղաղությանը հավատում եք, որ հարատև խաղաղություն կհաստատվի վերջո Հայաստանում։ Եկեք իմ հավատքները չկիսվեն, էլի։ Ինչու՞։ Դուք կռված մարդ եք, ազատամարտիկ եք, Դրա համար էլ ասում եմ չկիսվեմ ձեր հետ, էլի։ Դրա համար դուք ավելի լավ եք ճանաչում, հա, մեր թշնամիներին։ Ավելի լավ, քան նրանք, որոնք որ ճանապարհով չեն անցել։ Եթե դուք ինչ եք մտածում, հնարավոր է խաղաղություն Ադրբեջանում։ Ասմաշյան այդ ընկերությունը հարավ փեդը ձեռիցդ մի քիչ։ Բայց փետը ո՞րն է լինելու մեր ձեռքի փետը։ Մեր փեդը լինելու է, որ կարողանանք ունենալ լավ մարտունակ բանակ, ունենանք լավ տնտեսություն, որ կարողանա այդ բանակին ապահովի ամեն ինչով։ Եվ ցանկացած պահի պատրաստ լինենք ցանկացած կողմից ոտնձգության։ Բայց այդ ռազմական բյուջեն կարծես ուզում են կրճատեն բանը։ Չէ, չկա տենց բան։ Բավարար կրճատեցին։ Չկա տենց։